Բարի լույս, հիմա ինձ մոտ կիրակնօրյա առավոտ է։ Ես որոշել եմ այսօր ձեզ ցույց տալ իմ կիրակիներից մեկը, բայց պետք է պարտադիր նշեմ, որ իրականում իմ շաբաթ կիրակիները ու առհասարակ իմ բոլոր օրերը միմյանցից շատ տարբերվում են։ Այսինքն հիմա ինչ որ կտեսնեք այս կիրակի օրվա համար, դա չի նշանակում, որ իմ մյուս կիրակին անցնելու է նույն կերպ։ Այսպիսով նոր եմ արթնացել եւ մի սպասեք, որ այսօր դուք տեսնելու եք մաքրության վլոգ որպես կիրակի օրվա համար, որովհետեւ ես այն արել եմ նախորդ օրը գիշերը։ Հավաքում եմ մազերս ու հիմա գնում ենք միասին լվանալու մեր դեմքի մաշկը։ Այս պահին մենք միասին գտնվում ենք երկրորդ հարկի բաղնիքում կամ ավելի շատ լվացքասենյակում։ Հիմա ես լվացվելու եմ նուշի սև շունգիտով օճառով, որով կարելի է լվացվել շաբաթական 2-ից 3 անգամ։ Այն իդեալական է յուղոտ մաշկի համար, ակնեներով հարուստ մաշկի համար, ինչպես նաև եթե կան նոր առաջացող կնճիռներ։ Ցանկալի է լվացվել տաք ջրով, ավելի ճիշտ, եթե անկեղծ լինեմ, ես միշտ եմ սիրում լվացվել տաք ջրով։ Այլ միտի Ինչ միտի Հիմա դու էլ պիտի լողանաս, հա? Լողանա հո ինքին Իսկ հիմա հատկապես սև շունգիտով օճառից հետո մաշկի pH բալանսը պետք է կարգավորել։ Ցողում եմ նուշ բրենդի միներալ ջուրը, նույն ինքը տոնիկը։ Monte. Coucou. Ճիշտ է տանն եմ ու տեղ չունեմ գնալու, բայց միևնույն է հարդարեցի մաշկս մի թեթև, ոչ մի տեսակի դեկորատիվ կոսմետիկա չկա, միայն մի փոքր էլ հոնքերս եմ ֆիքսելու, էլի Monte-ն եկավ։ Այնուհետև նախաճաշում ենք ու հետո մի փոքր խաղում ենք երեխաների հետ ու զբաղվում։
Monte. Cosa montaggio? Հիմա մինչև երեխաները կխաղան ու կզբաղվեն, ես գնում եմ սենյակներում մի փոքր դասավորություն անելու։ Փոխում եմ տղաների սանգողինը և սիրում եմ, որ այն լինի սենյակի գույներին համապատասխան։ Իսկ այս կոճակները նախատեսված են սպասք լվացող մեքենաների համար։ Ես մշտական գնումներ կատարելուց ամեն ինչ ձեռք եմ բերում միանգամից շատ, ամեն ինչից մեծ քանակով, որովհետև չեմ սիրում շատ հաճախ գնալ, ավելի ճիշտ ոչ թե չեմ սիրում, այլ չեմ հասցնում ժամանակս ուղղակիորեն չի ներում։ Հիմա միասին դասավորենք աղջկաս սենյակը։ Տեսեք իմ աղջիկը Դագիստանից ինչ է նվեր ստացել, սրանք կոչվում են չունիներ, ձեռքով գործվածք են և իրենց մոտ ավանդույթ է հյուրերին նվիրել չունիներ, որպեսզի իրենց տանը կոշիկով մարդիկ չշրջեն, ինչպես նաև ոտաբոբիկ չմնան։
Ու այստեղ արդեն իսկ մեր նջասենյակն էլ է պատրաստ, անկողինը պատրաստ է, նայում ես ու քնելդ գալիս է, բայց ինչ քնել, որովհետև օրը դեռ առջևում է լիքը գործ կա անելու։ Հիմա գնանք միասին ուտեստ պատրաստենք։ Հիմա ես օքան ճաշիկ ենք պատրաստելու, չէ՞։ Մեզ դրա համար անհրաժեշտ է սմբուկ, բիբար քաղցր, բիբար շատ քսին, պամիդոր, կարտոֆիլ ու անհրաժեշտ են հավի ուսիկներ։ Կարող օգտագործել ուսիկներ են, գիտես ինչքան փոքր են։ Կարող են լինել ուսիկներ, կամ հավի բութ, կամ կրծքամիս, կամ տավարի միս, եւ շատ համով է լինում։ Շարովի ենք պատրաստելու։ Շարովի ենք պատրաստելու հիմա մենք։ Ամեն ինչ արդեն նախապատրաստվել եմ, որ ժամանակ չխլեմ։ Հերթով կտրատել ենք բոլոր բանջարեղենները ու շերտ շարելու ենք այստեղ։ Բոլոր բանջարեղենները այսպիսի մասերի ենք բաժանելու։ Բայց ես դեռ Ինչ ենք անելու այսօր։ Ես դեռ ճաշ ենք սարքելու։ Բանջարեղով։ Ապրես, սմբուկը ո՞րն է։ Սմբուկը։ Բա որ գիտեի ինչի էր հարցնում։ Ցույց տուր։ Ու դրանով ենք սարքում։ Բայց մակուրը կադոշկին։ Սա պարիդոր։ Դե նայ մատիկը չկտրես։ Պիրիսիկ կդլել։ Էդի դիրեն կողմ, էդի վերջում ենք անելու։ Հիմա սմբուկի հերթն է, նույն ձևով ոնց որ ենք կարտոֆիլը այսպիսի մասերի ենք բաժանել, նույն ձևով անելու ենք սմբուկը։ Բարակ մասերի ենք բաժանում այսպիսի։ Ինչ ուտել։ Կարի է սմբուկ։ Ինչ։ Կարի է սմբուկ։ Սնդուկ չէ, սմբուկ։ Սմբուկ կարի է։ Համոտ է սմբուկը։ Բայց այդ տես չեն ուտում, դիրեպ ենք հետո կուտես, հա։ Արել են մի խոր ռոստոնիշ։ Կեստիոնը պիտի կանցեք տար, բայց չտվի։ Հա։ Հիմա բիբարը տեղափոխում եստեղ։ Էլի մաքրած կտրատած է, սմբուկը նորից դիսում եմ այսպիսի հարմարավետ ամանի մեջ ու վրան աղ եմ ցանում եւ իր աղը ցանում ենք, որ այդ սև ջուրը դուրս գա ու դառը չլինի, ովքեր։ Հասկացա՞ր։ Ինչ անես։ Դեպի մի ադամ փախարոտ եմ ու փսո։ Ավելի մեծ կաթսա եմ դնում, հիմա այս կարտոֆիլը ովքեր սիրուն դասավորի համաչափ, հավասար դասավորի։ Ապրես այդ սիրուն դիր, ստեղից է կապստները, բեր ես նխշարի, մենակ կարտոֆիլները հիմա իմ աղջիկ։ Ուրա կարտոֆիլ։ Սմբուկները, որ են կոմտանես, կտնես։ Դիր, այստեղ դիր, ապրես, ու հիմա շատ արագ սմբուկն ենք շարում, արագ։ Ապրես, ես ինչ լավ ես օգնում։ Կարտոֆիլ։ Սմբուկները արագ դիր, ապրես։ Օպրիմ աղջիկը։ Հիմա։ Բայց տեղը չփակվա։ Դիր, ապրես, փակեց իրան հիմա։ Հիմա ինչ ենք անելու, արագ։ Այս պամիդորներն ենք դնում, արագ։ Դիր։ Սոխներ դիր։ Բայց առաջին պամիդորը դիր, որ միսիկներին էլ տեղափոխենք ստեղ։ Միսիկները այո։ Հիմա բիբարները բոլոր արագ լցնում ենք ստեղ։ Որ միսիկներն է շարվի։ Դու արագ բիբարները դիր, ապրես։ Ով կգնաց մեծ լույսի միացնես կաս, այս մեծ լույսի միացրու, արի։ Այսպիսի տեսք ունեցանք ու հիմա սրա վրա նոր ամենավերջին շերտը կանենք կրկին պամիդորները շատ արագ։ Ապրես։ Ու հիմա
Անելու ենք բոլոր համեմունքները վերջնական, դնելու ենք դափնի տերև ու լցնելու ենք ջուրը։ Ջուրը կլցնենք ու կդնենք մարմանդ կրակի վրա եփելու, այդ ընթացքում նորից ջուր կնախապատրաստենք, որովհետև այդ հաստատ քիչ կլինի մեզ։ Հիմա դնենք արդեն մնացած համեմունքները, աղը ու լցնենք ջուրը։ Մի առավոտ ջուր։ Պղպեղ։ Գետիկ։ Հիպար։ Սև հիպար։ Ես բիվոր տենց Շատ քիչ եմ անում, որովհետև երբ որ անմիջապես ես աղում իրա վրա, իր ամբողջ այդ առոմատն ու կծվությունը մեջն է ու շատ ավելի կծու կարող է լինել, քան նախապես։ Հիմա լցնում ենք աղը։ աղ։ Հա, ես աղ սիրեմ։ Լցնենք աղը։ Իհարկե ընթացքում նաև ուշադրություն ենք, եթե կարիք է ավելացնենք։ Պանիտորը դրեցիշ, սոկ դարձավ երակի։ Դիլակի։ Հա։ Հիմա դնում ենք դափնու տերևը, մի րոպե որ ինձ տեղ տաս, ես այդտեղից կհանեմ դափնու տերևը։ Ինքով կգնաս, ինչի։ Իդիոեմ։ Վերեցի դափնու տերևը, ջրի տակ ուղղակի լվանում ենք ու բերում ենք սկսում տարբեր հատվածների վրա դնել դափնու տերևը։ Չէ, սպասի, ես անեմ, հա։ Տարբեր բանջարեղենների հատվածներում ենք դնում, որպեսզի բոլոր կողմերից այդ իր քույրը, այդ իր համը տա ու տարածի։ Սա շատ չի այս ճաշատեսակի համար, որովհետև ես, ինչպես նկատեցիք, փոխեցի կացին ու ավելի մեծ տարբերակով վերցրեցի։ Այսքանը բավական է։ Այս իր ջուրն էլ կարող եք դնել, ինքը շատ լավ տալիս է առոմատը, դե հետո արդեն բնականաբար դուրս կբերեք։ Հիմա հիշենք ամեն ինչ ավելացրել ենք թե ոչ, ամեն ինչ դրված է, սոխ ուստուղտողներ ենք արել, հիմա ավելացնենք ջուրը, հա, մի քիչ հետ կանգնի, որովհետև ջուրը տաք է, այդպես հետ կանգնի։ Մի րոպե մի հատ ցույց տամ, այսպիսի տեսք ունի, ու հիմա այսպես ջուրը համաչափ ավելացնում եմ, ինչու եմ տարբեր կողմերից եմ լցնում, որովհետև համեմունքներ եմ լցրել աղ, պղպեղներ եւ այլն, ինձ պետք է որ այս ամբողջ այդ համեմունքները տարածվեն, չմնա մի տեղում։ Հա, կարմիր պղպեղը հիմա անպայման կավելացնեմ, կարմիր պղպեղ մենակ չեմ կարել։ Ջուրը ամբողջությամբ լցրեցի, բանջարեղենը չի ծածկել, սա ուղարկում ենք գազի վրա ու միացնում ենք։ Դնում ենք այսպես գազի վրա ու հա հիմա կարմիր պղպեղը պետք է ավելացնի։ Սա վրացական աջիկա է ու ինքը հենց կարմիր պղպեղով է պատրաստած, հիմա ես հենց միանգամից սա կավելացնեմ, իր մեջ կարծես միանգամից տարբեր համեմունքներ են, ջան։ Ես էլ ավելացրեցինք, այդքանը բավական է, որ կծու չլինի։ Ու տեղադրենք նորից նոր տեղ։ Փակում եմ կափարիչով ու թողնում եմ մարմանդ կրակի վրա, բայց այդ ընթացքում նախապատրաստում եմ էլի ջուր, որովհետև էլի է պետք ավելացնել, որ լավ շոգ է խաշվի ու ում չմնան բանջարեղենները ու հատկապես միսը։ Եփվում է, ընթացքում կավելացնենք մի փոքր բուսայուղ, մի փոքր էլ սովորական յուղ։ Օպա, գիտես, որ քեզ համար շատ լավ աղբոր։ Լավ բան են, բայց դու գիտես սիկ ինչա, կարագուս, հետո սիկ, սպես պիտի սանը մատվա, բայց կիսատ են։ Նախապես թարմ կանաչին պատրաստ թողնում եմ, որ ճաշը անջատելուց 5 րոպե առաջ ամբողջ երեսին դնեմ կանաչի ու ճաշը անջատեմ։ Էդ ինչ ես ուտում։ Կոնֆետ, Կարմիր կոնֆետ։ Հայ։ Բայց ես շիրոտ է։ Դերևաց երկերդ։ Հա, ու մեկին անպայման չորացրած
չորացրած ցիտրոն եմ ավելացնելու պատավին։ Ահա ջուրն էլ է պատրաստ։ Հենց որ ստացի կարիքը կա, կավելացնեմ նաև ջուրը։ Ամենավերջում 5 րոպե առաջ կավելացնեմ չորացրած ցիտրոնը ու թարմ կտրատված կանաչին։ Իսկ վերջում արդեն դնում ենք կարակ ևս։ Խնդրեմ կանաչին էլ ես արել խառը կանաչի ու չորացրած ցիտրոն ու կարակ։ Այ հիմա կարելի է արդեն վերջնական փակել, համընթացքում ստուգել եմ, աղի հետ կապված ամեն ինչ հարցերը լուծել եմ։ Վերջ, այ հիմա փակում ենք ու անջատում ենք։ Դասեր տարեցի։ Հա։ Ինչ մնաց։ Մնացել է բանը։ Մամա, մեկ ազգծեմ։ Որի մայրենից։ Հա, երրորդը։ Իսկ Մոտենը լրիվ Ծանոյը սողջ, ազիզ ճան չեմ Հələ վերցրեք թե ետ սարկածը։ Բայց հլսիկ չի կարա Օվա Թող Մարտինը սարք տա, հա։ Չի սարկած Մոնթեյդ ինչ ես անում։ Մոնթե։ Մոնթե։ Սաղ տենան ձեր չարությունները։ Մամա, ինձ չկն Մոնթե։ Էդ ինչ է մոնթե։ Այ մոնթե։ Մոնտե չի, մի պոկե, հա, մամա Մի բոգի թող Մարտինի սորքի։ Կիսատ Ոչ ինչ մակեթով սարություն։ Բավակ, 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 բավակ Իսկ հիմա իմ ամենասիրելի պահն է, երբ իմ ձագուկները քնած են եւ ես վերջապես ազատ եմ ու կարող եմ զբաղվել իմ խնամքով։ Նրանք լոգանք են ընդունել եւ քնել են։ Իսկ հիմա իմ խնամքի հերթն է։ Ես եւս լոգանք եմ ընդունել, հիմա մազերս հարդարելու ժամանակն է։ Հիմա օգտագործել եմ նուշի 5 մետր սկրաբը, որը շատ նուրբ սկրաբ է ու իդեալական է մաշկի համար։ Պատվիրուց իր հետ կստանաք այս գթալիկը, որի օգնությամբ կվերցնեք չափաբաժինը, հայդեպեն անգամ ինձ ասացին, որ ինքը բավականին պինդ է, այո ինքը պինդ է, բայց ընթացքում շատ արագ հալչում է, որովհետև հիմքը պարաֆինից է։ Օգտագործում ենք կլորավորում ներսող շարժումներով, սև կետիկների, նոր առաջացող կնճիռների հատվածում, ամենտեղ կարող եք այն օգտագործել, շատ նուրբ է ու շատ արագ աշխատում է։ Իդեալական շերտազատում է մաշկը ու դարձնում է ուղղակի յուրահատուկ նուրբ ու փափուկ։ Հարկավոր է կլորավուն շարժումները ուղղակի ներսը։ Մի փոքր դիմարկը մինչև դեմքիս հնա, ես այստեղ մի հատ էլ հայրին կսրբեմ, այսինքն ժամանակ կշահեմ, ժամանակ օգտագործում ռացիոնալ։
Բոլոր մամաներն են, չէ՞, այդպես։ Մինչև մի բան իրանում, պարտադիր կողքը բոլորը հավաքում ու մաքրում են։ Եկեք գնանք լվացվենք արդեն իսկ։ Պահում հենց իր դուփով շատ նորմալ է։ Հենց այսպես ստանալու եք դուք երբ որ պատվիրեք։ Իսկ հիմա հանեմ իմ կրեմոջարը։ Էլի իր գթալիկով է գալիս։ Իրականում մեջ արդեն քիչ է մնացել։ Բույրը ուղղակի յուրահատուկ է։ Իմիջիայլից եթե սկրաբ չեք անելու, կարող եք օգտագործել դեղին կավով տարբերակը, երկուսի արտիկուլներ կթողնեմ։ Այստեղ արդեն իսկ վերցնում ենք կրեմոջարից մի փոքրիկ հատված, այսպես անենք, որ ջուրը չգնա։ Ու հիմա ես ցույց կտամ, թե ինքը ինչ ձևա փրփրում, ինչ լավ է լվանում մաշկը։ Տեսեք ինքը կոնսիստենցիա ունի, այսպեսի կրեմային, ինքը իրոք ոնց որ կրեմով լվացվեց, բայց իրականում ինքը յուրահատուկ կերպ հիմա կմաքրի վայր մաշկը։ Այս սկրաբի վրայից էլ արեցի, միևնույնն է ինքը գլիցերինային է, ոչ մի խնդիր չկա։ Իսկ սկրաբը առհասարակ այսպես կլորավուն վերսող շարժումներով արեք, ու այդ մեր նուրբ սկրաբը նաև մաքրում է ժառավիկները, դրսևորությունն է մաքրում, ու մաշկը դարձնում է շատ հարթ։ Դուք չեք պատկերացնի, թե ջրծաղիկից հետո ինչ էր կատարվում իմ մաշկի հետ ու ոչ մի կերպ չէր անցնում։ Ինչքան էլ որ բժիշկներն ինձ ասում էին, որ այդ ինքն իրեն է անցնելու, բայց չէր անցնում բացարձակապես շատ երկար ժամանակ, ու այստեղ անգամ 1-2 տեղ խորը հետքը մնացել է ջրծաղիկից։ Հիմա լվացվենք, իսկ այս սկրաբի օգնությամբ ես յուրահատուկ վերամշակեցի, հա, մաշկս քիչ կարգի եկավ ու ցեքի հետ ընդհանուր մաշկս շատ լավնացավ է։ Իսկ այսպիսի թարտիչներ, մի հատ տեսեք։ Ես երբեք չեմ ունեցել այսպիսի թարտիչներ։ Այս արդյունքին ես ասել եմ իր շնորհիվ թարտիչների յուղի, որը բացարձակապես բնական հումք է։ Թղթե անձեռոցիկներ բացարձակապես չեմ օգտագործում, ավելի լավ է օգտագործեք մաքուր, փափուկ խաղավոր սրբիչներ ուղղակի, թեթև հպելով մաշկին ու շատ հաճախ փոխեք ուղղակի այդքան բան։ Իսկ հիմա լվացվելուց հետո մաշկի pH-ը բանսավորում ենք։ Չնայած որ գլիցերինային օճառը մեր այնքան խորն ասեցում, որ pH-ը չի խախտվում, շատ լավն է, շատ նուրբ է եւ արդեն շատ փոփոխ նուրբ է։ Եվ բոլոր գործողությունները արդեն իսկ սահմանափակում են ու փակում են շիճուկով նուրբ բրենդի։ Ինքը համեմատաբար այլ շիճուկների հետ մի փոքր ավելի ծորուն է, պինդ չէ, թանձր չէ, որովհետև մեջը շատ հավելյալ քիմիական պնդացնող նյութեր, թանձր դարձնող նյութեր չկա։ Բայց եթե մեր հաճախորդները կցանկանան, որ նրա որակը ավելի պինդ դառնա, ավելի թանձր դառնա, մենք այդ ուղղությամբ կաշխատենք եւ կավելացնենք համապատասխան որևիցե յուղի տեսակ, որը չի վնասի մեր պրոդուկտի որակին, բայց կդառնա շատ ավելի պինդ։ Մեր ծառի խնձորներն են։ Բարձրանանք երկրորդ հարկ, կարկադեով թեյ պետք է պատրաստեմ։